Ընդդիմություն, իշխանություն այս շատ արհեստական հակադրությունը սարքած ջոչերին, նրանց սպասարկող լրատվամիջոցների, ներկայացուցիչներին, այդ խմբերի կամ ժողովրդական լեզվով ասած ընդդիմություն, իշխանություն բոզակույտի ներկայացուցիչներին ուզում մի քանի հարց ուղղել եւ շատ կուզենայի, որ այս հարցերը լսեին հնարավորինս շատ մարդիկ, հասկանալու համար, թե ինչքան նենք, ստոր ու սրիկա անձինք են սրանք, թե ինչպես են իրենք դաշինք կազմել այս սրիկաները, այս ստահակները հայ ժողովրդի դեմ։ Ու այդ դաշինքը անպայման փլուզվելու է։ Անպայման այս հողը ազատվելու է ձեզ նման ստահակներից, դա աստված, որ այդ գործը անողը լինի հայը։ Ալիևը առաջին հարց։ Նախ Ալիևի խոսքը շատ է մեջբերվում Հայաստանի Հանրապետությունում։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեռել տուն հարսնիկ տուն ասում են Ալիևը փակ դռների հետևում ասում էր, որ ստիպում են ճանաչեմ Արցախի անկախությունը։ Ուրեմն մի հատ իշխանական ստահակ էլ կա, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին տասովչիկներից է։ Հիմա բարձր պաշտոն է զբաղեցնում քաղաքացիական պայմանագիր լուծարված ժամանակին փաստացի լուծարված կուսակցությունում, նա էլ Ալիևի խոսքը մեկ այլ կոնտեքստից բանը, մեկ այլ ձևով է մեջբերում, ասում է Ալիևը ասում էր, որ երբ գալիս էր հողերը հանձնելու ժամանակը, Սերժ Սարգսյանը կազմակերպեց այդ ֆրագմենտներից մեկում Սերժ Սարգսյանը կազմակերպեց 16 թվականի ՊՊԾ գնդի գրավում, ասում է փաստորեն Ալիևը ձեզ մեղադրում է տերորիստական ակտ կազմակերպվելու մեջ։ Հիմա այս երկու խումբ ստահակներին մի հատ հարց եմ տալիս, նախ հանրապետականն է, եթե դուք մեջբերում եք Ալիևի խոսքը, ինչու չեք մեջբերում Ալիևի մեկ այլ խոսք։ Եվ նաև այս մեջբերումը թող լսի այդ նախկին ԲՀԿ-ական ստահակը, որովհետև Ալիևը որ ասում է, որ մեղադրում է Սերժին 16 թվի մեջ։ Ալիևը նաև շարունակում է, նա ասում է 16 թվին գունդ էին գրավում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում էին իշխանությունը, ասում է 18 թվին հեղափոխություն էին սարքում։ Հիմա ստահակ հանրապետականներ եւ ստահակ ԿՊԱ-կաններ։ Էլի եմ ասում, փաստացի լուծարված է եղել, բայց օգտագործում են բանը։ Նախ ԿՊԱ-կաններ, ինչու դուք կիսատ եք մեջբերում Ալիևի խոսքը, Ալիևը մեղադրում է նաև 18 թվականի հեղափոխությունը սարքելու մեջ։ Եվ երկրորդ, ՀՀԿ-ականներ, դուք սրան ո՞նց եք արձագանքում։ Բայց եթե դուք Ալիևի խոսքը մեջ եք բերում, ամեն տեղ, բայց այս խոսքը ինչու չեք մեջբերում։ Հասկանում եք հարգելի ժողովուրդ, սրանք ոնց են իրար հետ կապված։ ՀՀԿ, ՔՊ, այս երկու խմբի ներկայացուցիչները։ Երկրորդ հարց։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցել են հողերը հանձնելու վերաբերյալ 7 շրջանները, տարբեր ձևաչափերով։ 5+2 է լինելու, 3+4 է լինելու, 4+3 է լինելու, 2+5, 1+6 եւ այսպես շարունակ խառնում էին մարդկանց այնքան տերմիններ էին ասում, այնքան տեղանուններ էին ասում, խառնվում էին մարդիկ, այս ինչ բանակցություններից գլուխ հանելու համար պիտի բան լինես, 7 դիպլոմ պիտի ունենաս։ Հիմա բանակցել եք հողերը հանձնելու վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետության ներսում գեներացրել եք հող հանձնողին, հողին կհանձնենք։ Բանակցել եք հողերը հանձնելու վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետության ներսում կոնվեյերի վրա վաճառվել են զինվորական գրքույկներ։ Հիմա հարց. այդ հողերը հանձնելու գործընթացը ո՞նց պիտի սկսվեր, ասենք ո՞նց էր լինելու, ո՞նց էին հայկական զորքերը հետ քաշվելու, այդ հրամանը ով էր տալու, դուք չեք տալու այդ հրամանը,
Ոչ հարգելի ՀՀԿ-ականներ, դուք չեք տալու այդ հրամանը։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էր մի այնպիսի վիճակ, որ այդ հրամանը դուք չեք կարողանալու տալ։ Դուք դուք պատրաստ չեք այդ հրամանը տալ։ Դուք այդ հրամանը տալու պատրաստ չեք։ Որովհետև այդ խմբերը, ովքեր գեներացնում էին հող հանձնողին, հողին կհանձնենք, բուծվում էին իշխանության կողմից։ Այդ ուլտրա ազգայնական խմբերը, հիմա հարց, այս ընդդիմություն, իշխանություն, կույտի ներկայացուցիչներին, հրամանը ով պիտի տար, ո՞ս պիտի լիներ, մի պահ վերադառնանք 16 թիվ, 17 թիվ, ով էր տալու այդ հրամանը։ Ոնց պիտի տային այդ հրամանը։ Այդ հրամանը որևէ մեկը չէր տալու։ Դրա համար սարքեցիք 18 թիվը։ Արա իշքան մարդը պիտի լինի շան տղա, որ մինչև հիմա ասի, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն է եղել։ Արա այդ ինչի տղա պիտի լինի։ Այն օրը Գեգամ Նազարյանը նույնիսկ արդեն Գեգամ Նազարյանն է խոսում, որ գցել է իշխանությունը եւ փախել է, բա ՀՀԿ-ական ստահակներ, բանը ԿՊ-ական ստահակներ, բա հելներ ասեր եղամ ԿՊ-ին նախ, ես ինչ ես ասում, ոնց թե իշխանությունը թողել փախել է Սերժ Սարգսյանը, ես ինչ ես ասում, բա հեղափոխություն են կարել, մենք զորովից ենք իշխանություն վերցրել, բա հելներ ասեր ԿՊ-ական ստահակներ, ինչի չեք ասում։ Դուք Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն եք արել, հա? Հայաստանի Հանրապետությունում ռեժիմ է փոխվել, լուրջ եք ասում։ Երրորդ հարց։ Առավոտից երեկո ԿՊ-ականները մեղադրում են այս խմբի ներկայացուցիչներին, այն մյուս խմբի ներկայացուցիչներին, որ իրենց մեջ կան գործակալներ, KGB-ի գործակալներ, եսիմ ինչի գործակալներ։ Ու այդ խմբի ներկայացուցիչները, ասենք դաշնակներ, հիմնականում դաշնակներին են մեղադրում։ Եվ վերջերս նաև եկեղեցականներին են մեղադրում, որոշ եկեղեցականներ մեղադրում են, որ իրենք գործակալներ են եղել KGB-ի։ KGB-ն չկա, բայց KGB-ի գործակալները մինչև հիմա գործում են։ Դաշնակ մաշնակներ իշխանության մեջ կան ազգային անվտանգության ծառայության գործակալներ, բայց դուք ինչի չեք հակադարձում։ Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր նախկին ռեժիմի գործակալներն են եղել, բայց նախկին ռեժիմին մեղադրել են ամենատարբեր եւ ճիշտ են արել, որ մեղադրել են ամենատարբեր հանցագործությունների մեջ։ Բայց ինչու չեք հակադարձում։ Այդ Արադ Միրզոյանի հետ որ զրուցում եք, տարբեր հարցերի վերաբերյալ այդ թեմայի մասին ինչու չեք խոսում։ Արգելված է, չէ՞ ձեզ։ Բա որ ասում ենք դուք կեղծ եք։ Ինչու եք վատ զգում։ Փաշինյան Նիկոլը 4-րդ հարց։ Այս 7 տարվա ընթացքում ինչ հանցագործություն ասես չարեց։ Ինչ հանցագործություն ասես չարեց։ Հայաստանի Հանրապետության պարլամենտում հնարավոր է սահմանադրական հնարավորություն կա սկսելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես այս կապիկությանը չեմ անդրադառնում, սա impeachment-ի, սա իրական impeachment-ի գործընթաց չի, սա այլ նպատակ ունի այս գործընթացը։ Սահմանադրությամբ կա հնարավորություն վարչապետին անվստահություն հայտնելու։ Սահմանադրությունում կա հնարավորություն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց գոնե սկսելու։ Այսքան հանցագործություն է եղել։ Այս տարիների ընթացքում այդ գործընթացը ինչու չսկսվեց։ Սկսեիք թող բան լիներ, սկսեիք թող ձախողվեր։ Սկսեիք թող падգամավորներ չմիանային։ Դնենք հանցագործությունները, այն ոչ թե վարչապետը կառավարության ծրագիրը խախտել է, արա դուք ամոթ, աբուր, նամուս ունեք։
Այսքան բանից հետո դուք ուզում եք վարչապետին անվստահություն հայտնել, որովհետև նա կառավարության ծրագիրն է խախտել։ Դուք լրիվ եք դրել մարդկանց ոչխարի տեղ։ Դուք ոչխար լինելով հանդերձ լրիվ եք մարդկանց դրել ոչխարի տեղ։ Ինչ է նշանակում վարչապետը կառավարության ծրագիրն է խախտել։ Արցախն է օֆիցիալ ճանաչել Ադրբեջանի կազմում, այս ստահակներ։ Հազարավոր տղեկի օկուպանտ խուժան է ճանաչել, այս ստոր արարածներ, կառավարության ծրագիրն է խախտել, այս ինչ է նշանակում։ Որովհետև դուք նույն օղակի մեջ եք։ Դուք եւ իշխանավորներ, դուք նույն օղակի մեջ եք, դուք նույն ընտանիքի անդամներ եք։ Իհարկե ընտանիքի մեջ կարող են լինել տարբեր հակասություններ։ Ես հավատում եմ, որ ինչ որ ժամանակ դուք որ իրար եք հայոյում, դուք անկեղծ եք այդ բային, բայց դուք նույն օղակի մեջն եք։ Դուք իրար հետ դաշինք եք կազմել, իրար հետ դաշնակցում եք, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ հայ ժողովրդի։ Հինգերորդ հարց, հարգելի բարեկամներ, հետաքրքիր է, չէ՞։ Այսքան հանցագործությունից հետո անվստահության գործընթաց, իրական անվստահության գործընթաց չի սկսվում։ Ես սա նկատի չունեմ, այսօր Դավիթ Համբարձումյանին են բերել։ Իրենք բերել են, իրենք էլ ասում են իմպիչմենտի թեկնածուն է, ոչ թե վարչապետի թեկնածուն։ Երևանի քաղաքապետը բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ, այս արերևույթ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված այդ անձնավորությունը, ով նույնիսկ Երևանի ավագանիում չունի մեծամասնություն, հələ պարլամենտում խափում են, ասում են դե որ սկսենք չեն միանա բան, ավագանիում, Երևանի ավագանիում, սրանք եւ Հանրապետություն կուսակցությունը միասին մեծամասնություն չունեն, փոքրամասնություն են, եւ այսքան կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող անձնավորության նկատմամբ չի սկսվում անվստահության գործընթաց։ Ինչու՞։ Եթե պարլամենտում հələ բան եք լինում, կռուտիտ եք լինում ժամանակակից հայերենով ասած, բա Երևանի ավագանիում, բա տեղ որն է, այդ զադերժկայի խնդիրը որն է, ինչու՞մ է զադերժկայի խնդիրը։ Հարգելի այսպես կոչված ընդդիմադիրներ, Ավինյան Տիգրանին անվստահություն հայտնելու հարցը ինչու չի մտնում օրակարգ։ Ասում է դոգը այնտեղ երկու ավագանի ունի, նրան իշխանությունը տարել է։ Դուք էլ հետ բերեք։ Այսինքն դուք ուզում եք, որ նոտարով հաստատված, հա, բան լինի, հաստատված ստորագրություններ լինի, որ սկսվելու ժամանակ մենք ձեզ կմիանանք։ Իսկ կարող է դոգի երկու կուսակիցներից բացի նաև իշխանությունը տարել է ձեր մեծամասնությանը։ Իսկ կարող է Ավինյան Տիգրանը, որ տենդերների թույլտվություն է տալիս, այդ տենդերներն իրականացնում են ձեր տերերը, օրինակ, կարող է, այդ շին թույլտվությունները, բաները, կարող է այդ շինարարությունը իրականացնում են մարդիկ, ովքեր աֆիլացված են ձեզ հետ, կամ ձեր տերերն են, եւ դա է պատճառը, որ այդ process-ը չի սկսվում։ Մարդը բանակում չի ծառայել, պավեստկա է բաժանել տալիս Երևանում, դա խնդիր չէ, ավագանու անդամներ։ Սկսեք, մեկ երորդն է պետք ձայների, որպեսզի այդ հարցը մտնի օրակարգ։ Այմար սկսեք, թող ձախողվի, ոչինչ։ Որ ձախողվեց Ավինյան Տիգրանը կուժեղանա, լուրջ եք ասում։ Իսկ կարող է ձեզ թույլ չեն տալիս, որպեսզի դա սկսվի։ Այդ ինչ մի հազաբան է, բացատրություն է, որ ձախողվեց նրանք կուժեղանան։ Էլի եմ ասում, դուք ոչխար լինելով հանդերձ, այս ժողովրդին եք դրել ոչխարի տեղ։ Ով է արգելում, որպեսզի դուք այդ գործընթացը սկսեք։ Դուք տեսնում եք, հարգելի բարեկամներ, իշխանություն եւ ընդդիմություն ինչպես են միասին խաղերով, պասերով երկիրը տանում դեպի հերթական կործանման հանգրվան։ Ընդդիմություն, իշխանություն, բոզակույտ։ Երկրի վարչապետը 5-րդ հարց։ Երկրի վարչապետը
ասում է Արցախում եղել են մարդիկ, ովքեր հեկեր են ունեցել։ Այդ հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիոն են ստացել։ Հիմա ուշադիր, իշխանության ներկայացուցիչներ։ Սա լրջագույն մեղադրանք է։ Սա լրջագույն մեղադրանք է։ Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ այդ հեկերի սեփականատերերը եղել են այն մարդիկ, ում դուք անվանում եք թալանչիներ։ Հիմա ինչու երկրի վարչապետը այդ ձեր կողմից թալանչի հրճակվածների անունները, սա մասշտաբային հանցագործություն է, սա դավաճանությանը զուգակցող հանցագործություն է, ոնց պատերազմը դեռ չի վերջացել, դու առևտրային կոլաբորացիոն հարաբերությունների մեջ ես մտնում թշնամական պետության ղեկավարության հետ եւ վաճառում ես քո հեկերը։ Այդքանը հերիք չէ, այդքանը հերիք չէ։ Երկրի վարչապետը ասում է նաև, որ նրանք կառավարության կողմից կոմպենսացիոն են ստացել։ Հիմա հարց այսպես կոչված դաշնակ մաշնակներին։ Ինչու չեք Փաշինյան Նիկոլին դեմ տալիս պատին, թե այդ որ իրավունքով ես դու այդ ստահակներին եւ դավաճաններին երկրի բյուջեից կոմպենսացիոն տվել։ Այսինքն մի հարցը պիտի բարձրացնի իշխանության ներկայացուցիչները։ Այն մյուս հարցը պիտի բարձրացնեն պատկերավոր ասած դաշնակ մաշնակները։ Կառավարությունից կոմպենսացիոն որ իրավունքով ես տվել դու դրանց, բայց ոչ այն հարցն են բարձրացնում, ոչ էլ այն մյուս հարցն են բարձրացնում։ Գիտեք ինչու՞, որովհետև նրանք նույն օղակի մեջ են եւ դաշնակցում են հայ ազգին ընդդեմ։ Հաջորդ հարցը 2023 թվականի կառավարության որոշմանը Արցախում տրված եղել 800 միլիոն դոլարի վարկ եւ 23 թվականի դեկտեմբերին կառավարության մեկ որոշմամբ այդ ժողովրդական լեզվով ասած վարկերը ջրվում են 800 միլիոն դոլար վարկ է տրված եղել 320 միլիարդ դրամ Ուրեմն 70%-ը կառավարությունն է ստանձնում, 30%-ն էլ այդ վաշխառու մարդակեր բանկերը, որ $100 համար կարող են մտնել մարդկանց տները, բան տանեն, լվացքի մեքենան տանեն, ասենք։ Այդ 800 միլիոն դոլարի 30%-ն էլ բանկերը հանկարծ բոլոր բանկերը որոշում են դուրս գրել։ Հիմա հարց. իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին 10 ամենախոշոր վարկառուների անունները ինչու չի հրապարակվում։ Ինչու չի հրապարակվում։ Իսկ կարող է 10 խոշոր վարկառուները ձեր տերերն են, դրա համար չի հրապարակվում։ Այբար 800 բանկային գաղտնիքն է խախտվում, լուրջ։ Այս սահմանադրությունը խախտվեց։ Երկրի տարածքային ամբողջականությունը խախտվեց, բոլոր օրենքները խախտվեցին, մտել եք արդեն եկեղեցու կանոններն եք խախտում, այդ առևտրային գաղտնիքի մասին օրենքը ձեզ համար սրբություն է, ինչու չի հրապարակվում 10 ամենախոշոր վարկառուների անունները։ Եկեղեցուց խոսք գնաց, Ընդդիմության ներկայացուցիչները պաշտպանում են եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին։ Այդ ընդդիմության մի մասի ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամենավերջին հայոյանքներն էին գրում հայ առաքելական եկեղեցու ամենամեծ հեղինակություն ունեցող arczepiskoposներից մեկի հասցեին։ Հիմա եկեղեցին են պաշտպանում։ Սա կոգնիտիվ դիսոնանս, թեպետ ձեզ մոտ ինչ կոգնիտիվ դիսոնանս։ Կոգնիտիվ դիսոնանս ձեր մոտ առաջանալու համար դուք պետք է ուղեղ ունենաք։ Բայց քանի որ դուք ամորալ եք ու դեբիլ, դուք կոգնիտիվ դիսոնանս չեք կարող զգալ, ապրել։ Ձեզ համար ամենագլխավորը փողն է։ Ինչպես կարող է մեկը հարգարժան arczepiskopos-ի մասին հայոյանք անեծ գրի, կամ դա տեսնի ու ձեն չհանի, հիմա եկեղեցին պաշտպանի։
Ես զարմանում եմ, որ ես նույնիսկ զարմանում եմ, որ ձեզ պեսներին բանտարկված arczepiskopos-ը ընդունում է բանտում ընդունում է։ Ես զարմանում եմ։ Դուք այդ մարդուց ինտերվյու եք վերցնում եւ այդ ակցիայի շրջանակներում, հայոյելու ակցիայի շրջանակներում, այդ ինտերվյուն նույնիսկ չէիք հրապարակում։ Հիմա գնում եք բանտ, այդ մարդու ուղերձներն եք կարդում։ Եթե ուղեղ դուք ունենայիք եւ մի քիչ մարալ, դուք պիտի ունենայիք կոգնիտիվ դիսոնանս։ Բայց ոչ ուղեղ ունեք, ոչ մարալ ունեք, անուղեղ դեբիլներ եք, ամորալ, դուք դա չեք զգալու։ Դուք ոնց կարող եք պաշտպանել, վայ այն եկեղեցուն, ով պիտի մնա ձեր պաշտպանության հույսին։ Վայ այդ եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցին եք պաշտպանում, բա Հիսուս Քրիստոսի արձանն են տեղադրում։ Մի քանի անգամ եկեղեցին հայտարարություն է տարածել, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը խախտում է հայ առաքելական եկեղեցու ավանդույթները։ Սա մեծ հարված է հայ առաքելական եկեղեցուն։ Այդ լրագրողներ կան շատ անաչառ իբրև թե։ Բա հələ գնացեք Ծառուկյան Գագիկին հարցրեք ինչու են դա անում։ Այդպես հավաքվեք, ինչպես որ այն օրն եք հավաքվել։ Գնացեք միկրոֆոնները դեմ տվեք Ծառուկյան Գագիկին, ասեք արգելված է եկեղեցու կողմից, ինչու է սրա բանանում տեղադրում։ Ու հələ կարող եք մի հատ էլ ասեք թող բան անի։ Հայր մերը արտասանի։ Բա որ ձեզ ասում են դուք վաճառված, ինչ որ տիրոջը ծառայող, ժուրնալիստական գործունեության հետ կապ չունեցող մարդիկ եք։ Вообще ժուրնալիստական գործունեության հետ դուք կապ չունեք, ինչ եք նեղանում, չեք նեղվում։ Դուք պաղծում եք, հասկանում եք, այս հողը դուք պաղծում եք։ Ու սա մշտապես չի շարունակվելու։ Սա ավարտ է ունենալու, այս սրիկաներ։ Այս ձեր գործունեությունը ունենալու է ավարտ։ Եկեղեցին եք պաշտպանում, իշխանության ներկայացուցիչներ եւ ընդդիմության այսպես կոչված ներկայացուցիչներ։ Բա հələ գնացեք մի հատ պարոն ձեր կուրքին, պարոն 16-րդ վարչապետին ասեք, այդ Արգիշտի Քյարամյանը ինչպես դարձավ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այդտեղ բլադ գոյություն չուներ։ Ցանկացած անձնավորություն, հա։ Այդ 28-29 տարեկան հասակում ինչպես է ինքը կարողացել գեներալական պաշտոն զբաղեցնել։ Բլադ չկար։ Բա ասեք պարոն վարչապետ, arczepiskopos-ի բանն է, կուսակրոն arczepiskopos-ի զավակն է։ Դու չես իմացել սրա մասին։ Պարոն 16-րդ վարչապետ, դու եկեղեցին քո հայ առաքելական եկեղեցին քո համար մեծ արժեք ունի։ Բա որ այդքան մեծ արժեք ունի քո աշխատակազմի ղեկավարը, ստահակը։ Սա կյանքը ծաղրել է եկեղեցին։ Բան չես նշանակել այդ պաշտոնին։ Այն ու ստահակը բանը աշխատանքի սոցիալական հարցերով նախարարը։ Սուրբ գիրքը համեմատում է Շարլ Պերոյի այդպեսի մի բան կա։ Հեքիաթների հետ, բան չես նշանակել այդ պաշտոնին։ Դու ձև ես անում Փաշինյան Նիկոլ։ Դու եթե առաքելական, դու ընդհանրապես եթե քրիստոնյա լինեիր, այդպիսի ստահակներին չէի կարող նման պաշտոնների նշանակել։ Բա գնացեք հարցրեք։ Քրիստոնյա եք խաղում, ասում եք մենք եկեղեցին մաքրում ենք, ես ենք անում, այն ենք անում, հարց տվեք։ Ու այդպիսի գիտեք ինչքան ստահակներ կան։ Այն օրը նայում եմ մեկը եկեղեցու ֆոնին նկարվել է, Վեհարանը Վեհի։ Այդ մարդը միջև վերջերս տերունական աղոթքը ծերունական աղոթք գիտեր։ Վեհարանը Վեհի է, նո, տեքստը տվել են, ասել են սա ասա։ Այս եք դուք։ Դուք մեկը մյուսիդ արժանի եք։ Դուք մեկը մյուսիդ արժանի եք եւ երկու խմբերի ներկայացուցիչները իրար հետ, դուք այսպես կոլեկտիվ պետք է կորեք գրողի ծոցը հայ ժողովրդի կյանքից։ Արադ Լեռն են պաշտպանում։ Հաջորդ հարցը, հաջորդ խնդիրը։ Արադ Լեռն են պաշտպանում։ Արադ Լեռը պաշտպանում են նրանք, ովքեր ում քաղաքական ղեկավարը ժամանակին Արադ Լեռան նկարները հանել էր տալիս ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից։
Բայց չէիք անում։ Փաշինյանը անում է այն, ինչ որ դուք եք արել։ Արարատ լեռան հետ կապված։ Դուք Արարատը դարձրել եք սիգարետ, ինչպես ասում էին ընկերս։ Արարատը սիգարետ եք դարձրել։ Արարատ լեռան նկարները երկու անգամ, մեկը 8 թվականի աշտանը, մյուսը 9 թվականի գարնանը։ Հանվեց մարզաշապիկների վրա այս ֆուտբոլիստների։ Ու մինչև հիմա մեկը մյուսի վրա է գցում։ Սկզբից ասացին սա UEFA-ի պահանջն է, կներեք FIFA-ի պահանջն է, աշխարհի առաջնության շրջանակներում էր տեղի ունենում։ 2010 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում էր։ Ասացին FIFA-ի պահանջն է։ Հետո ասացին սա է որոշել, հետո ասացին նա է որոշել։ Հիմա ինչ որ մարդիկ կասում են նախագահը տեղյակ չի եղել։ Դուք այս թեմայի վերաբերյալ ներողություն խնդրել եք։ Փաշինյանը ձեր շարունակությունն է։ Փաշինյանը ձեր օրգանական շարունակությունն է։ Ամեն տեղ հենց խոսք է գնում 18 թվականի մասին, ամեն տեղ։ Հերթական հարցը։ Ամեն տեղ ասում են դագաղները բերում էին, դնում էին մեր տներին, բա ինչ անենք։ Սև լենտեր դագաղների էս են անում, են անում։ Դրանով արդարացնում են, որ իշխանությունը հանձնել են սրանց։ Հլա արեք, հարգելի բարեկամներ։ Վեցա դագաղ առնենք, պահանջ ներկայացնենք, իշխանությունը պիտի հեռանա եւ այդ 6 դագաղներից ու հեռու մեզանից էլի։ Նաեւ այդ խմբերի ներկայացուցիչների հետ։ Տանենք դնենք ինչ որ նիկոլական դեպուտատների նախարարների դուրը, տեսնենք մեզ հետ ինչ տեղի կունենա։ Տեսնենք քանի ժամ հետո մեզ կհավաքեն ու կփակեն բանդերում։ Լարեք անենք։ Քանի ժամ հետո մեզ կփակեն բանդերում։ Հələ եկեք հավաքվեք մի 10 հոգով, քայլենք դեպի Երևան, ճանապարհին այդ բաները առնենք, դնենք ջոչերի տաները եւ տեսնենք թե մեզ հետ ինչ տեղի կունենա։ Դուք լրիվ եք դրել մարդկանց ոչխարի տեղ։ Հա։ Լրիվ մարդկանց ամբողջությամբ դրել եք ոչխարի տեղ։ Ու ձեզ թվում է, որ այս ամեն ինչը դուք պիտի կարողանաք շարունակել հավերժ։ Փաշինյան Նիկոլի խմբակի ներկայացուցիչներ։ Մեկ այլ հարց։ Այդ ձեր հրճակած թալանչիները, թալանչիների պարագլուխներից մեկը 3-400 000 փող է ծախսում ամեն ամիս մեդիա դաշտի վրա, որ բլոգերները, ժուրնալիստները այ հարցերը չլուսաբանեն այնպես, ինչպես ես եմ լուսաբանում։ 3-4, երբեմն 500 000 փող են ծախսում այս ամենի համար, որ հարցերը չլուսաբանվի այնպես, ինչպես սովորական քաղաքացին կլուսաբաներ, օրինակ ես։ Որպեսզի կարևոր հարցերը լրացվեն, կարևոր խնդիրները իգնորի ենթարկվեն։ 8 տարի է, արդեն 8-րդ տարին է, ասում եք հեղափոխություն է եղել։ Որտեղից այդ մարդուն այդքան գումար։ Ով է թույլ տալիս, որ այդ մարդը այդ մեդիա քաղաքականությունը իրականացնի Հայաստանի Հանրապետությունում։ Այն օրը մի փոքրիկ դրվագ էի դրել այս հարցով, որ Փաշինյանական դատարանը այդ մարդուն ճանաչել է պատկերավոր ասած աշխատավորցով ապրող մարդ։ Մեկը մտը գրել էր, դատարանը Փաշինյանինը չի, բա ումն է, Փաշինյանինը չի, բա ումն է։
Բա որ դատարանը Փաշինյանինը չի բաղումն է։ Դատարանը Փաշինյանինը չի, իսկ դատախազությունը, դատախազությունն էլ Փաշինյանինը չի։ Ազգային անվտանգությունն էլ Փաշինյանինը չի։ Ոստիկանությունն էլ Փաշինյանինը չի։ Ես գիտեմ, որ ժամանակ կգա, կասեք, ոչ մեկը իրենը չի։ Բա ումն է։ Այսինքն դուք չունեք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն։ Այդ օրն էլ է գալու, ես գիտեմ։ Ասելու եք մենք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չենք ունեցել, որովհետև ոստիկանությունը մեզ չի ենթարկվել, դատախազությունը մեզ չի ենթարկվել, ինչպես հիմա ասում եք դատարանները մեզ չեն ենթարկվում։ Արա դուք մարդու տղա եք, թե ինչ եք։ Դուք ինչի տղա եք։ Դուք որ ծնվել եք, հատկապես տղաներին էլի վերաբերում, ձեր հերերը բան են արել, աշկալուս է տվել, որ տղա են ունեցել։ Այսինքն փողի համար կարելի է ամեն ինչ անել, տղեկ։ Փողի համար կարելի է ամեն ինչ անել։ Ու դուք մտածում եք, դուք մարսելու եք այս ամենը։ Այս այն ինչ դուք անում եք, դուրս է գալու ձեր սերունդների ջանից, ստահակներ։ Ձեր սերունդների ջանից է դուրս գալու, արա։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Պղծում եք 1700-ամյա եկեղեցական ավանդույթները։ Եվ այստեղ այդ գործին միացել են ոչ միայն ՀԿ-ականները, ՔՊ-ականները, կարկալույց եղած հոգևորականները, այլ նաև կարկալույց չեղած հոգևորականները։ Ասեք մարդը կարող է տարիներ շարունակ պոռնկաբարո կյանք վարի, ցոփ ու շվայտ կյանքի մեջ ապրի, բայց քանի որ վերևների հետ ունի բլատ, կարկալույց չլինի։ Հիմա ես երեկ էլ ասացի, դառնացած կյանքից այն աշխատող մարդը, երբ հուսահատության մեջ հայոյանք է տալիս, այդ հայոյանքի մեջը ավելի շատ աղոթք կա, քան թե ձեր աղոթքի մեջ։ Հասկանում եք։ Եվ կապ չունի դու կարկալույց եղած ես, թե ինչ որ բլատով կարկալույց չես եղել, դեռ չես եղել, կամ չես էլ լինելու։ Ձեր խոսքը Աստվածահաճո չի, հասկանում եք։ Ձեր խոսքը չի կարող քրիստոնյայի խոսք լինել։ Դուք ձեր յուրաքանչյուր օրը հակասում եք քրիստոնեական ուսմունքին։ Ձեզ պեսներն են խաչել Քրիստոսին, և եթե Քրիստոսը լիներ Հայաստանի Հանրապետությունում, մի պահ պատկերացնեք, դուք բոլորովդ, կարկալույց եղած, կարկալույց չեղած, ընդդիմադիր, իշխանական, սրիկայախմբի ներկայացուցիչներով դուք իրեն տանելու եք կոշ։ Դուք կոշ եք տանելու իրեն։ Ես ասում եմ Երանի են մարդուն, Երանի են հային, ով հային կազատի ձեզ նման ստահակներից։ Այդ ինչ մարդու տղա պիտի լինի։ Իսկ եթե այդ մարդուն դուք խեղդեցիք, դուք սպանեցիք, այդ նույն բանը անելու է օտարը։ Տա Աստված հայը անի, եթե չէ թող օտարը անի, և թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր Տիրոջ